Սիրելիներ, այսօր ավետարանական ընթերցվածը, այսօրվա Ղուկասու ավետարանից են։ Շատ հայտնի մի հատված է։ Հիմա ես բացեմ էջը։ Հայրոսի աղջկա հարությունը 49-րդ համարից, բայց սա կարծես թե կիսատ է։ Ասում է, որ մինչ նա խոսում էր, ժողովրդապետի տնից մեկն եկավ ու ասաց Հայրոսին. Ժորդ, ուրեմն միջևես Հայրոս անունով մեկը, որ ժողովրդապետ է, ժողովրդապետը իրենց ժողովարանի պետն է, ժողովարանը սինագոգն է, մենք ժողովարանին ասում ենք նույն կերպով եկեղեցի ենք ասում, որտեղ ժողովարան, ժողովուրդ, հունարենում էկլեսիա է կոչվում, հայերեն դարձել է են լղ է դարձել եկեղեցի։ Նույն կերպով էլ սինագոգը նույն իմաստ ունի։ Ժողովրդարան, ժողովրդի հավաքվելու տեղ, այսպես ասեմ, այդ ժողովարանը, որ կար, ուներ պետ կամ պատասխանատու կամ տնօրեն, որը նաև հոգ էր տանում ժողովարանին։ Ինքը կարող էր նաև ժողովարանը կառուցողը լինել։ Իրենց մեջից այսպիսի մարդիկ կային, ովքեր որ սիրում էին Աստծուն եւ ես անցյալ անգամվա մի պատմությունն է, լավ։ Հարգարժան անձինք էին։ Ինքը աղջիկ ուներ, որը 12 տարեկան էր եւ որը մահամերձ էր, որը պիտի մահանար։ Այս մասին գրում են եւ Մատթեոս ավետարանիչն է գրում, եւ Մարկոսը, եւ Ղուկաս ավետարանիչը։ Ուրեմն ժողովրդապետը գալիս է, բայց այս ընթացքում մինչ գնում էին մի կին կար, արունահոսություն ունեցող, այդ կնոջ բժշկությունն էլ է կատարվում, կինը, գիտեք այդ հայտնի պատմությունը, որ ինքը ասում է, եթե ես ինքս դիպչեմ, շորերի այս գեստի խղանցքին, այս ներքևի հատվածների, նույնիսկ են փոշոտ հատվածները, ես կբուժվեմ, եւ ինքը այդ հավատքով բուժվում է, բայց պատկերացրեք ժողովրդապետի վիճակը, որ իր աղջիկը մահամերձ էր, այդ կինը կարող էր սպասել, գնային, երեխային կբուժեր Քրիստոս, մահամերձին, նոր ինքը բժշկություն կստանար, բայց կարծես թե դանդաղում են, ընթացքը դանդաղում է, եւ ինքը կարող է նույնիսկ ժողովրդապետ իր մեջ այսպես վրդովմունք ունենալ իր մեջ։ Ներողություն էջը թեքեմ հիմա։ Եվ այդ ընթացքում մինչդեռ նա խոսում էր այդ կնոջ հետ, հանկարծ ժողովրդապետի տանից մարդիկ են գալիս եւ լուր են բերում, որ արդեն աղջիկը մահացավ, մահամերձ հիվանդը մահացավ, այլևս անիմաստ է վարդապետին օգնություն պատճառել։ Եվ Հիսուս լսում է, այստեղ չենք պատկերացնում ժողովրդապետի վիճակը, պատկերացրեք, որ իր աղջիկը մահանում է, 12 տարեկան աղջիկ է, ու ինչ-որ մեկ եկավ, մի կին եկավ, խանգարեց, եւ մեղավորության զգացողությունը, նաեւ նույն մեղավորության զգացողությունը, եթե դուք լինեք Տիրոջ տեղը, Հիսուսի փոխարեն վստահ եմ, որ դուք էլ ձեզ վատ պիտի զգայիք։ Բայց Աստծո համար ոչինչ գաղտնի չէ, ամեն ինչ Աստծո ծրագրի համար է, այդպես պիտի լիներ, որպեսզի նա հետագայում այդ մասին նաև խոսվեր, տարածվեր։ Չնայած որ Քրիստոս ասում է չի մահացել, այլ ննջել է, բայց ինքը իրականության մեջ հստակ մահացել էր, հստակ է դա։ Եվ այս մարդը երբ որ լսում է ինչ է լինում, ներսում խառնվում է իրար հոգին։ Հիսուս լսեց, երբ լսում է բանը, որ երեխան մահացել է, նրան պատասխանեց եւ ասաց, հորն է ասում, մի վախեցիր, միայն հավատա եւ նա կապրի։ Պիտի ասել մի վախեցիր, այլ քաջալերվիր, չէ՞։ Ասում մի վախեցիր, հավատա։ Որտեւ վախը
թերահավատության նշանը, երբ որ մարդը սկսում է վախենալ, սկսում է կասկածել, արդյոք երեխային այլևս կարող են փրկել, թե ոչ։ Մեջը վախ է մտնում, այդ վախը մարդուն տանում է թերահավատության։ Դրա համար Քրիստոս ինչ է ասում է քաջալերվիր, հավատա, միայն հավատա, մի վախեցիր, հավատա։ Մի վախեցիր, որտեղ վախը տանում է անհավատության, այլ հավատա եւ նա կապրի։ Կապրի նաեւ փրկվել իմաստ ունի, շորտ։ Եվ նրա տուն մտնելով, արդեն գնում են իրենց տուն, ոչ ոքի չթողեց ներս մտնել։ Պարզ է, որ ժողովուրդը գնում է, որտեղ մինչ այդ այսպես է պատմությունը, ասում է Քրիստոս եկավ Գալիլեո լիճ անցավ այս կողմից մյուս կողմը, մեծ լիճ չէ, մեր Սևանի փոքր Սևանի չափ հազիվ լինի, թող 10 կիլոմետր լինի, ամենաշատ լայն տեղը, այնտեղ մի կողմից մյուս կողմն են գնում։ Եվ ժողովուրդը անմիջապես հավատում էր, հետաքրքիր է այն ժամանակ ոչ հեռախոս կար, ոչ գիտես ինտերնետ կամ ինչ-որ կապեր, բայց մարդիկ արագ հավաքվում էին, իրար լուր էին տալիս, որ Քրիստոսն է եկել, վարդապետը եկել եւ բոլորը հավաքվում էին խոսք լսելու նրանից, նաեւ բժշկություններ ստանալու։ Ոչ ոքի չթողեց ներս մտնել, բացի Պետրոսից, Հակոբոսից եւ Հովանեսից, Պետրոս առաքյալներից մեծն էր, Հակոբոսն ու Հովանեսը իրենք եղբայրներ էին։ Նույն կազմով նաև պայծառակերպության լեռան վրա է Քրիստոս բարձրանում, չէ, իրեն հետ տանում է Պետրոսին, Հակոբոսին եւ Հովանեսին։ Եվ երեխայի հորից ու մորից բացի, ուրեմն իրենք են Քրիստոս, երեք առաքյալ եւ երեխայի հայրը եւ մայրը։ Նույնիսկ Մատթեոս ավետարանիչը, Մարկոսը, որ պատմում են, այնտեղ մի քիչ ավելի մանրամասներ կա, որ ժողովուրդը նույնիսկ ծաղրում էին Քրիստոսին, որ մահացել է, որտեղ Քրիստոս ասում էր, չի մահացել երեխան, նպատակային էր ասում, չի մահացել, այլ ննջում է ասում էր, բայց վստահ գիտենք, որ ինքը մահացել էր, հիմա վերջում կհամոզվեք։ Ամենքը լալիս եւ ողբում էին նրա վրա։ Նա նրանց ասաց. լաց մի եղեք, որովհետեւ մեռած չէ, այլ ննջում է։ Քնած է։ Իսկ նրանք ծաղրում էին նրան, որովհետեւ գիտեին, որ մեռած էր։ Եվ ամենքին դուրս հանելով բռնեց նրա ձեռքից, գոչեց եւ ասաց. վեր կաց կանգնիր, ով մանուկ։ Մյուսներում գրված է այդպես արամերենով է ասում, տալիթա կումի, երբ որ ձեռքը բռնում է, ասում է տալիթա կումի, որը նշանակում է նույն կերպով աղջիկ քեզ եմ ասում, վեր կաց կանգնիր։ Եվ նրա հոգին վերադարձավ։ Նրա հոգին վերադարձավ։ Ինքը մահացած էր, հստակ մահացած էր երեխան։ Եվ մանուկը իսկույն կանգնեց։ Եվ Հիսուս նրան ինչ է ասում, ուտելու բան տվեք, որպեսզի եւ հստակ հասկանամ, որ ես մի անգամ էլ եւս այս մասին խոսել եմ, երբ որ մարդը հիվանդ է, հաց չի կարողանում ուտել, հենց մահամերձ հիվանդ է, նա ժամանակ է պետք, օրեր են պետք, որ ինքը վերականգնվի, փոքրիկ հաց ուտի եւ այլն, բայց Քրիստոս անմիջապես ասում է հաց տվեք, այսինքն ինքը 100% առողջ է, այնպես որ հաց տվեք թող ուտի ինքը, եւ իհարկե պարզ է դրա կարիքը պիտի ունենար, որտեղ օրգանիզմը հյուծվել էր, եւ ծնողները զարմացած մնացին, իսկ նա պատվիրեց, որ ոչ ոքի չասեն, ինչ որ եղել էր, ժամանակավոր իրենք դա պետք չէ, որ տարածեին, այլ պիտի ասեն, որ ննջած էր, չէր մահացել, բայց ժամանակը պիտի գար եւ մենք եւ գրքի մեջ պիտի գրվեր, որ իրականության մեջ ինքը մահացած էր, որտեղ Քրիստոս ինչի չէր ուզում։ Գիտեք, որ ժողովուրդը այսպես չէր ուզում հրաշագործի համբավ ձեռք բերել։ Որտեղ մարդիկ շատերը պիտի գնային իրեն ետևից հրաշագործության համար։ Բայց ինքը Քրիստոս
ասում էր իմ ետևից եկեք Աստծո խոսքի համար, եկեք ձեր հոգիները փրկելու համար։ Աշխարհն էլ ասում է, եթե շահեք ձեր հոգին կորցնեք, հոգին առավել է, հոգին կարևոր է, որ ճիշտ ապրեք։ Տեսեք օրինակ պարզ օրինակ բերեմ, եթե մենք սխալ բան անենք մեր կյանքում, սխալներ ենք գործում։ Եվ հիմա պատկերացնենք, որ այդ ամեն ինչը տեսնում են մեր հարազատները, եթե ոչ, մեր ծնողները, ովքեր մեր հետ չեն, ովքեր երկնքում են, մեր պապերը, եւ մենք պիտի ամաչենք մեր արարքներից, որ մենք սխալ բաներ ենք անում։ Առավել եւս Աստծուց, որ ամեն բան Աստծո առաջ է բացվելով։ Եվ մեր հոգիները պիտի կորցնենք։ Այսինքն հավիտենականպես Աստծո երեսը չպիտի տեսնենք։ Սա առավել դաժան է, որտեղ մարդը կարող է մի փոր ավել հաց ուտել կամ զեղության մեջ ապրել, բայց իր հոգին կորցնել։ Այսա է դժվարը։ Քրիստոս դրա համար ասում է, ինչ եկել եք այսպես աճպարարություն դիտելու, հրաշքներ դիտելու, անիմաստ է։ Դուք եկեք Աստծո խոսքի հետևից։ Այդ բժշկությունները մեկը մյուսը այդ ամեն ինչը։ Դրանից առավել կարևոր է հավիտենական կյանքը ձեր։ Այս տեսանկյունից է ասում, մոտեցեք հարցին։ Այս տեսանկյունից։ Երկրորդը, որ կուզեի այս մասին խոսել, որ հոգին վերադարձավ։ Կոնկրետ շատ կարճ ասեմ, Եհովայի վկաները ասում են մարդու մեջ հոգի չկա եւ ասում են ոգի, որը կենսական ուժ են համարում, ապրելու ուժ, այսպես ասեմ։ Մենք կոնկրետ ասում ենք հոգի։ Իրենց ասելով մարդու եւ անասունի մեջ նույն ոգին է։ Մենք ասում ենք, չէ, չի կարող մարդու մեջ անասունի հոգի լինել, որտեղ Աստծուց ենք մենք այդ հոգի ստացել։ Դա նաև վիրավորանք է եւ հայոյանք է Աստծուն։ Դրա համար է, որ մենք չենք ուզում, որ լսեք, այդ տեսակ կրոնական հարանվանություններին կամ նման կազմակերպություններին, ովքեր որ նման բաներ են տարածում, ուրեմն Աստծո գործում ուժ, կենսական ուժ տարբերում։ Սա մեկ, որ կուզեի ձեր ասել, երկրորդը վերաբերում է նաև սա հոգեհանգստին։ Սա վերաբերում է հոգեհանգստին, որ արդյոք մահացած մարդու համար կարելի է աղոթք անել։ Շատ նորելուկ, էլի կրոնական հարաբանություններ, շատերը ասում են աղանդներ, շատերը ասում են կրոնական ինչ-որ ուղղվածություններ, ամեն մեկը են ասում, ինչ ուզում եք պատկերացրեք, կամ շեղվածներ, ասում են, որ մահացած մարդու համար աղոթք պետք չի անել։ Հոգեհանգիստ դրանք ոչում, աղոթք ննջեցյալի համար չի կարելի։ Եթե մարդը մահացավ, ինքը չի կարող իր համար աղոթք անել, վերջացած գնացած է։ Բայց այստեղ մենք հստակ դեպքը տեսնում ենք, որ հստակ է, երեխան մահացած է, հստակ երևում է։ Մահացած երեխայի փոխարեն ծնողն է խնդրում։ Այսինքն, եւ Քրիստոս էլ կատարում է այդ խնդրանքը։ Ննջեցյալի համար, մահացածի համար, կամ այն մարդու համար, ով չի կարողանում աղոթել, հարազատները խնդրում են։ Եվ այդ հատվածը ես ուզում եմ ուրեմն Եղիսե մարգարեի մասին գիտեք։ Այո։ Շատ լավ։ Նույն դեպքը տեղի ունեցավ նաև Եղիսեի հետ, մարգարեի հետ։ Ինքը երկար է, ուղղակի դրա համար չեմ ուզում կարդալ։ Եղիսե մարգարեն նույն կերպով այդ կնոջ տանը որ մնում էր, այլազգի օտարազգի, նրա երեխան մահացավ, չէ՞ որ նա հրաշքով էր ծնվել, ի վերջո այդ մահացած երեխայի համար երեխան չխնդրեց իր կյանք, իրեն համար կյանք։ Իր ընտանիքների ակնկալիքով տեղի ունեցավ իր հարություն առնելը կամ կյանքի գալը, այնպես որ էլի ննջեցյալ մանուկի համար մի խոսքով Աստված լսեց հարազատի խոսքը, այնպես որ
ննջեցյալների համար աղոթք անելը օրինական է։ Մեր համար իրենք ապրում են։ Այստեղ ուրիշ շատ հատվածներ ևս կան։ Տեսեք նա ինչ է ասում։ Օրինակ ժողովողի գրքի մեջ հատված են անել հատուկ ընթերցելու համար, նրանք, որ կենդանի են, գիտեն, թե իրենք մեռնելու են, հասկանալի է, մենք էլ գիտենք։ Մեռելները ոչինչ չգիտեն եւ այլ անցնենք առաջ, եւ այլևս վարձ չկա նրանց համար, որովհետեւ մոռացվել է նրանց հիշատակը։ Մեր ժողովուրդը մի հետաքրքիր խոսք է ունի, ասում է, քանի հիշում ենք մեր ննջեցյալներին, իրենք ապրում են։ Ես դա դրան մի քիչ նման է։ Մոռացել ենք իրենց հիշատակը, մեր ննջեցյալների հիշատակը, ասում է, իրենց համար էլ վարձ չկա, բարի գործ չկա անելու։ Ինչ օգուտ նրանց, որ չենք հիշում ենք իրենց հիշատակը, մոռացել ենք նրանց հիշատակը, որ իրենց համար աղոթք չենք բարձրացնում։ Մոռացվել է նրանց հիշատակը։ Ես նորից փորձեմ այստեղ ուրիշ հատված այստեղ շատ բաներ կա, մի քիչ դժվար է գտնել, ինձ ներող եղեք, փորձեմ։ Տեսեք ինչ է, վշտի սորերին, սա երկրորդ օրենքի մեջ է, երկրորդ օրինաց, կամ օրենքների կրկնում գրքի մեջ։ Վշտի սորերին դրանից չկերա եւ որևէ պիղծ նպատակի չնվիրվեցի։ Դրանից որևէ մեռելի բաժին չանեցի։ Երկրորդ օրինաց գրքում նույնիսկ։ Մեռելի բաժինը հոգեացի մասին է խոսքը։ Երբ որ ննջեցյալի անով մեկին մի կտոր հաց եք տալիս, դիմացը աղոթք ստանալու ակնկալիքով։ Հաց են տալիս, որ ողորմի ստանա։ Բաց է։ Սա մասին է խոսքը։ Նաև Մակաբայեցիների գրքի մեջ էլ նորից նույն բանը կա, այնտեղ նայեք ինչ է ասում։ Եթե սա Մակաբայեցիների գիրքն է, երկրորդ Մակաբայեցիների գիրքը, ուրեմն 12-րդ գլուխ, այսպես ներողություն, ուրեմն, եթե պատերազմում ընկածների հարության ակնկալություն չունենար, որ պատերազմում ընկածները հարություն են առնելու, հարություն չունենար, ակնկալություն չունենար, զուր կլիներ մեռելների համար աղոթք մատուցելը։ Ննջեցյալների համար միշտ էլ աղոթքը բարձրացվել է եւ 5 տակարանում կա, բայց հետաքրքիր մի բան ասեմ, որոշակի ավետարանական ասեմ, թե ինչ ասեմ, որոշակի գրքեր, գիտեք Աստվածաշնչից որոշ գրքեր պակաս են, իրենք չեն օգտագործում այդ գրքերը։ Այդ գրքերից մեկը Մակաբայեցիների գիրքն է, որ ասում են դա պատմական իրենց ազգային պատմությանն է վերաբերում եւ այլն, տարբեր պատճառաբանություններով, բայց մենք օգտագործում ենք եւ մեր հայկական Աստվածաշնչի մեջ այս հատվածները կան Մակաբայեցիների, որտեղ մեջը շատ հետաքրքիր ինֆորմացիա կա։ Դա օգնում է մեզ ավելի ճիշտ հասկանալու, ուրեմն Աստծո խոսքը։ Նույն բաների նույն բան կա, սթափ մտածելով նա 4 սատեր արծաթ հավաքեց եւ տվեց, որ տանեն Երուսաղեմում զոհեր մատուցեն կատարված մեղքերի համար։ Դա խիստ իմաստուն քայլ է, որովհետեւ ինչ որ անում էր, մեռելների հարության մասին մտահոգվելով էր անում։ Նույնիսկ մարդկանց մեղքերի, ովքեր մահացել են, չէ՞ որ զինվորը մահանում է, նաև ինքը մարդ է սպանել։ Նա մարդ է սպանել, նա պիտի անցնի, չէ՞ բաների անում, մեղայով պիտի անցնի, պիտի թողություն ստանա։ Բայց այդ մարդը մահացել է, չի ասել մեղագալ։ Իրենց փոխարեն նաև հարազատներ Աստծուն մեղային են կանչում։ Իրենց փոխարեն աղոթք են անում։ Սրա մասին է խոսքը։ Սա է, որ ուզեցի այսօր խոսենք, մտածենք կամ մտորեցինք միասին, Աստված թող զորացնի մեզ յուրաքանչյուրիս, որպեսզի վախերը մեզանից հեռու գնան, մեր փրկության վստահություն ունենանք Աստծուց, որ փրկության ենք արժանանալու, որտեղ չեմ ուզում, որ
երբեմն սխալ պատկերացում կա, թե մեզ թվում է մենք պիտի ճգնավորներ լինենք, չգիտեմ ով պիտի լինենք, որ փրկվենք։ Ժողովուրդ, յուրաքանչյուրս քրիստոնյա ենք մեր չափով։ Հիմա ոնց որ ձեզանից մտածում եք, ուզում եք դառնալ, ասենք Ալբերտ Ազարյանի պես մարմնամարզիկ։ Չենք կարող, չէ՞։ Այդ մարդու չափը այդքան էր ինքը կարող էր, մենք չենք կարող։ Մենք էլ ուրիշ բան կարող ենք անել։ Ամեն մեկս մեր չափով ենք քրիստոնյա, ամեն մեկս մեր չափով ենք ինչ-որ հաջողությունների հասնում, ֆիզիկապես ուժ ունենք, ամեն մեկս մեր չափով մարդիկ, այնպես որ տարբեր են, ամեն մեկը տարբեր է։ Բայց մի բան կա այստեղ, որ ամեն մարդ իր սիրտը քննում է, իր ներսը քննում է, որպես քրիստոնյա, որտեղ քրիստոնյաները ինքնա ոչ թե դաստիարակության հարց է անհավատ մարդու պես, նաև իր անձը համեմատում է Աստծո խոսքի հետ եւ ինքը վերլուծություններ է անում։ Երբեմն այո, սխալ վերլուծության պատճառով կարող է բան լինել, ներողություն։ Սխալ վերլուծության ընկնել հիասթափության մեջ, մտածել թե դու չես փրկվելու, այդպես չէ։ Մարդու սիրտը մաքուր պիտի լինի։ Հիմա մեկը կարող է Աստվածաշունչը անգիր գիտի, մյուսը չգիտի։ Հիմա պետք է սովորի, չէ՞։ Ամեն մեկը իր չափով է սովորում, ամեն մեկը իր չափով գիտի։ Աստված թող զորացնի ձեզ, իմաստություն տա եւ հասկանալու եւ ընդունելու եւ կատարելու այս ամենը ու վախերը մեզանից հեռու մնան։ Իրոք շնորհներով ամեն։ Երբ դու մեզ համարձակազային բարբարով բանալու մերանց մեր կարդաս քեզ երկնավոր զայն երկել եւ ասել։